Գարուն է սիրելիներ, մենք շարունակում ենք մեր ընթացքը եւ այո, գարնանը զուգահեռ միշտ բնությունը ամենագեղեցիկ կարգավիճակի մեջ է, ծաղկում են ծառերը, ծաղիկները, մարդու տրամադրությունը բացվում է եւ այս ամենից իհարկե անմասն չի մնում նաեւ Եվրոպան, որպես աշխարհամաս հատկապես երևակայություն եւ սահմաններ չի ճանաչում, խոսում էինք արվեստից, թատրոնից, այնպես էլ ճանապարհորդել այսօր մեր օրերում կարելի է մտովի տանը նստած, հեռուստացույց դիտելիս, հեռախոսի էկրանին դիտելիս, առաջարկում ենք հենց այդպիսի մի ճամփորդություն, սիրելի հեռուստադիտողներ, գարնան ամիսներին եվրոպական շատ երկրներում տարատեսակ փառատոներ են անցկացվում, հատկապես ապրիլ ամսին, ծաղկային, մրգային, երաժշտական, առավելապես ինչպես արդեն փաստեցինք, հագեցած է ապրիլ ամիսը եւ քանի որ այս տարի ամբողջ քրիստոնյա աշխարհը ինչը հազվադեպ է լինում Սուրբ Հարության տոնը նույն օրն է նշում ապրիլի 20-ին, այս փառատոներին միացել են նաեւ Սուրբ Զատկին նվիրված միջոցառումները։ Միանանք Սոնյա Շագաևային, ինքը արդեն հասցրել է ճամփորդել, տեսնենք թե ուր կուղեկցի մեզ։ Արևը սկսում է շոյել 5 քարե փողոցները եւ ծառերը հագնում են իրենց ամենագունեղ հանդերձանքը, Եվրոպան ապրիլին շնչում է տոնական շնչով։ Տարբեր ծագում ունեցող ժողովուրդներ, տարբեր լեզուներ, բայց նույն հոգեվիճակը գարնան լույսի հանդեպ գոհություն է։ Փառատոններն այս ամսին դառնում են մշակութային վարդապետություններ բաց երկնքի տակ։ Սև հագած մարդիկ անցնում են անուշահոտ մոմերի լույսի ներքո, կենդանի արձանների նման գրում են տոնական պատկերասրահներ, խորհրդանշելով Հիսուսի փառավոր ուղին։ Սեմանա Սանտան Իսպանիայում վերածվում է ոչ միայն կրոնական տոնակատարության, այլ հոգևոր բեմադրության, որտեղ փողոցները դառնում են թատրոններ, իսկ բնակիչները դերասաններ։ Հունգարական մայրաքաղաքում երաժշտությունը դառնում է քաղաքային կենդանության զարկերակը։ Օպերայի նուրբ ձայները խառնվում են փողոցային ջազի ազատությանը, թատրոնների շենքերը վերածվում են մշակութային տաճարների։ Մարդիկ շշնջում են, Բուդապեշտը ապրում է եւ շնչում է արվեստ։ Արևմուտքում այնտեղ, որտեղ արևը պարի նման ցատկում է երկնքից գետնին, Սևիլիայում սկսվում է Feria de Abril-ը։ Կանայք հագնում են ծաղկային ֆլամենկո զգեստներ, տղամարդիկ ավանդական հագուստ։ Ամեն անկյունից լսվում է կիթառի ձայն, ձիերը շարժվում են հանդիսավոր, իսկ գինին սանգրիան հոսում է բաժակների մեջ, ինչպես ապրիլյան արևը մարդկային սրտերում։ Ամեն տարի ապրիլին Նիդերլանդները վերածվում են ծաղիկների հեքիաթային երկրի։ Այստեղ անցկացվում է աշխարհում ամենագունեղ եւ հմայիչ տոներից մեկը՝ Վլոմեն Կորսո, կամ ինչպես տեղացիներն են ասում, ծաղկային շքերթ։ Շքերթը անցնում է մի քանի քաղաքներով՝ Իլեգոմ, Լիսե եւ իհարկե աշխարհահռչակ Կյոնկենհոֆի ծաղկային այգով։ Ապրիլյան Եվրոպան հրավիրում է տեսնելու ոչ միայն բնության վերածնունդը, այլև մարդու հոգևոր վերածնունդը։ Փառատոնները դառնում են կամուրջներ, միավորելով անցյալն ու ներկան, կրոնը եւ արվեստը, ավանդույթն ու ներկայությունը։
Տանյա Շագայևա, Բարև երկիր։